Ողջույն 24 News-ի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարն է, սա 2026-ի մեր առաջին հանդիպումն է, ուստի մաղթում եմ, որ ունենանք անկորուստ ու խաղաղ տարի։ Մարդիկ Արցախից հաղորդաշարը 2026-ին մեկնարկում է փոքրիկ Էմիլի Սարգսյանի հետ։ Էմիլիի հետ խոսելու ենք շատ մեծական թեմաներից։ Բարև Էմիլի։ Բարև ձեզ։ Ո՞նց ես։ Շնորհակալություն, լավ եմ, դուք ո՞նց եք։ Դե վերտու եկած արդեն լավ ենք, նշին վերտու համ ասմունքումս, համ երգումս, համ պարումս, այս տղանը քեզ այդքան տաղանդը, մաման ինչ ասում։ Մամուն անա, մամա տելա դի տաղանդավոր։ Հա։ Սիրտս վիրավոր, վերքդ բյուրավոր, մայրս սգավոր, անպարտ հայրենի, մնացիր հեռում, կանոտով արդում, խաչդ խլեցին, չքնաղ իմ երկիր։ Էմիլի, սորմունք խուսլանենք շրջափակումից, պատերազմից, գաղթից, այն ամեն ինչից, ինչի մեջա վերմունք անցնկացալ, ու ես մտածում վեր քզետի ավելի տիժերայել են, հունց վեր մնացած խոխորձ հետի, եթե մունք գրեց հալնք դեմ կենանք դժվարությունների, դուք է շատ շուտ ժամանակից մծացալըք։ Էմիլի, ընդամենը մի քանի օրա վեր դիմավորալնք 2026-ը, հունցից դիմավորալ նոր տարին։ Նախ առաջինը օժում շնորհավոր իմ լղջիտ նոր տարին։ Թող նոր տարին խաղաղություն բերի աշխարհին։ Իսկ ես 2020 թվականից հետո ամեն նոր տարին դիմավորում շատ թխուր։ Անգամ տոնածառ չկդինեի սիրել, քանի որ այդ օրերը ես մտածեի սումել մեր զոհված տղաների մասին։ Էմիլի, հիշումս Արցախում հունց ինքլա դիմավորելիս նոր տարին։ Արցախում ամանորը մզետի ամենասիրելի տոներից մինն էլ, քանի որ բարեկամներ ավվկվեյսինք լեմի սեղանի շուրջ ու դիմավորեյսինք լա նոր տարին։ Էմիլի, հիշումս վերմունք նաև անցնկացա շրջափակման մեջով։ Հա։ Ինչս հիշում շրջափակում։ Շրջափակումից հիշում վեր լույս ու գազ չկար, ոտքով էին գնում դպրոց, վեր եղբայրս տատիկիս հետ գիշերվա ժամը 2-ին հացի հերթում հերթակ ընկնեսիլա մեկ հացի համար։ Պայտի պենալալ վեր ուզելիս սիլել, օտի սիլել չի։ Հա, Ինչը։ հաց։ Հացը։ Իհարկե շատ դաժան է, որ այսօրվա երեխաները, եթե մի մասը երազում է խաղալիքների մասին, մեր փոքրիկները երազում էին ընդամենը մի կտոր հացի մասին, շրջափակմանը հաջորդեց պատերազմը։ Ինչպես սկսվեց սեպտեմբերի 19-ը քեզ համար։ Պատերազմը երբ սկսվեց, ես 6 տարեկան էի, առավոտյան երբ արթնացա մայրիկիս ասացի, որ չեմ ուզում գնալ դպրոց, որովհետև վատ երազ եմ տեսել, թե ինչպես են վատ մարդիկ զենքերը ձեռքին գալիս։ Մայրիկս գնաց աշխատանքի, իսկ ես մնացի տանը, հանկարծ լսեցի պայթյուն, բայց չհասկացա, թե ինչ ձայն է։ Մայրիկս եկավ տուն, անմիջապես պատերազմ սկսվեց։ Երկուսս էլ լացում էինք, որովհետև եղբայրս դպրոցում էր։ Մայրիկս չգիտեր, ինձ մնա իմ մոտ, թե գնա եղբորս բերի։ Եղբայրս եկավ տուն և մենք գնացինք հարևանի նկուղ, բայց այնտեղ նկուղը փոքր էր։ Եվ մենք այդ պայթյունների տակ գնացինք ապահով նկուղ, այնտեղ բոլորը լացում էին և չգիտեին, թե երբ է ավարտվելու պատերազմը։ Հիշումս այդ քշերը հունց հալա պատերազմին։ Սա սերեսիլաս կնալիս։ Հա, Ինչ սա սիրալել։ պայթյունների։ Բխեցալս չէ։ Հա, Իլա լավ էր Աստված պապիկին աղոթիս վեր պատերազմը շուտ բրծնե։ հա, Ինչ սիլա ասելիս հիշումս։ ասամ Աստված խնդրում ես պատերազմը բրծնե, էլի խաղաղ ապրինք։ Ոզաս Արցախում ապրիս։ Հա, Էմիլի, ինչս մտածում, ինչու են մարդիկ հորինել պատերազմը, առհասարակ ինչի համար են պատերազմները։ պատերազմը շատ վատ բան է, որտեղ մարդիկ գնում են կռվելու, հանում հայրենիքի ու ընտանիքի համար, մեկը վիրավորվում է, իսկ մյուսը զոհվում է, իսկ ես խոնարհվում եմ նրանց առաջ, որ փրկեցի մեզ, բայց զոհվեցին։ Էմիլի, որպեսզի այս տխուր տրամադրությունը մի փոքր փոխենք, առաջարկում եմ քո ցանկից, երգացանկից կամ բանաստեղծություններից մեզ համար հիմա մի բան ասում քեզ կամ երգես։
Ես սնվել եմ այն հողում, ուր քամուց չաչեն դողում, պապերի շեն ու օջախ, էսքերին էլ չեն թողնում, ես սնվել եմ այն հողում, ուր արևն անթև լողում, լեռների վրա հսկա, արթնանում է ու շողում, այ երկիր Արցախ, ապան քեզ լինի մատաղ, դու աղոթք ես ինձ համար, դու հավերժ եմ գանձուսար, քո սպիտակ վանքի զանգով, հաշտ ապրես ամբողջ ազգով։ Հիանալի է, փոխարենը տրամադրությունը բարձրացնենք, ինձ թվում է հիմա ավելի ենք այսպես սկսել կարոտել եւ մտքով վերադարձել Արցախ։ Էմիլի, տեսնում եմ այստեղ գրություն ունես, Արցախը քեզ ուժ տալիս է։ Այո, Արցախը ինձ ուժ է տալիս, քանի որ Արցախը իմ սրտում է։ Այսպես սրտումդ պինդ պահել ես Արցախ։ Այո։ Իսկ ինչպիսին էր վերջին գիշերը Արցախում։ Վերջին օրը Արցախում ինձ համար կյանքիս ամենավատ օրն էր, որովհետև ես հրաժեշտ տվեցի իմ հայրենիքին, որտեղ ես ծնվել եմ, ապրել եմ ու մեծացել եմ, եւ այսօր ինչ-որ մեկը խլել է ինձնից։ Ես զգացել եմ աշխարհի ամենամեծ ցավը, հայրենիքի կորուստը։ Գիտեք ինչքան դժվար այդ ցավը տանելու սերիդ, ցույց տալ թե դու ուրախ ես, հանգիստ ես, մինչդեռ հոգիդ մղկտում է անբուժելի ցավից։ Որտեղ կուզենայիր հիմա լինել։ Ես հիմա կուզենայի լինել Արցախում, տատիկ պապիկի մոտ նստած իմ հավատարիմ ընկերոջ հետ, իմ շատ հետ։ Շունիկ ունես։ Այո, Բերել ես քեզ հետ Արցախ։ ոչ, Ինչ էր նրա անունը։ Արչուկ, Կարոտում ես։ այո, Հիշում ես Շունիկիդ վերջին հայացքը, վերջին անգամ բաց ես թողել նրան, թե թողել եք ձեր տանը։ բաց ենք թողել։ Ինչ ես ասել նրան գնալուց առաջ։ Ասել եմ, որ քեզ պինդ պահի եւ մի օր մենք վերադառնալ ենք քո մոտ։ Էմիլի, իսկ ինչ ես բերել քեզ հետ ձեր տնից։ Ես Արցախից ոչ մի բան չեմ բերել եմ իմ փոքրիկ Աստվածաշունչը եւ մեր բակից մի բուռ հող։ Հող ես բերել։ Այո, Բերել ես որ պահես։ այո, որպեսզի հիշեմ Արցախը։ Իսկ Արցախի մասին բանաստեղծություն ունես։ Այո։ Եվ Բայց մենք ուրուր խոսք չենք տվալ, վերտու միշտ էլ իմնս մնան, վեր ես կյանքում շտղել շորտամ, օշս բիդի, քեզու մնան, բայց մենք ուրուր խոսք չենք տվալ, վերքու օդ թաթոքերիս ապրեցնան, վերքու ծղտային վներս պնդացնան, վերք շերներակ մենակ եսում լուսեսան, բայց մենք ուրուր խոսք չենք տվալ, վերքի զետի էլ խոխաչս դու զհոլան, վերքու կողքետ ու կզանավ ապրելապետք, միշտ կու կողքետ միշտ կզանավ, բայց մենք ուրուր խոսք չենք տվալ, վեր կարոտիս, վեր ինձ օզիս ծենն ստլան, ու այդ սեսի տիան դեստի տոնում կիլեն, բաց են չըստամ, բայց մենք ուրուր խոսք չենք տվալ։ Էմիլի, կուզեիր Արցախը ձայն ունենար ու մեզ կանչեր։ Այո, ես շատ կուզենայի, որ Արցախը ձայն ունենար եւ մեզ կանչեր տուն։ Կգնայիր։ Այո, իհարկե։ Հիշում ես ինչպիսին էր Հակարի տանող ճանապարհը։ Ես գիտեմ, որ Հակարի տանող ճանապարհը շատ երկար է, բայց ես միայն հիշում եմ, երբ Հակարի ճանապարհը անցակ, մեզ ոնց էին դիմավորում մեզ հայրենակիցները։ Նրանք մեզ հյուրասիրեցին տարբեր քաղցրավենիքով, եւ նրանց հոգու մեջ ինչքան սեր կա, եւ նրանցից ես շատ գոհ եմ։ Հիշում ես ճանապարհը ինչքան էր կանայիլել ու այդ վաղտը ինչ սիլել մտածելիս։ Հիշում վեր երկարել է, այդ վաղտը մտածեիսում եմ վեր նորից վերադռնանակ Արցախ, Աստծուն աղոթան վեր մի նոր կյանք Արցախ։ Կուզենայի ժամանակը հետ տալ։ Հայա, շատ կուզենայի ժամանակը հետ տալ, նորից լինեի Արցախում, մանկությունս վայելեի այնտեղ եւ խաղայի իմ ընկերուհիների հետ, մեր բակում։ Իսկ ընկերուհիներիդ հետ այստեղ չես հանդիպում։ Ոչ, Ինչու։ որովհետեւ մեկը Մոսկվա է, իսկ մեկը Երևան է, բայց ես նրանց չեմ տեսել։ Կարոտում ես։ Այո։ Իսկ որ հիմա ես ու դու իրար հետ վերադառնանք Արցախ, ինձ ձեր տունը ցույց ես տալու։ Այո։ Առաջինը որ սենյակ ես տանելու։ Բոլոր սենյակներ։ Քո խաղալիքների մոտ ինձ կտանես։ Այո։
Արցախից ամենաշատը ինչն ես կարոտում։ Մեր հողը, ջրին, ծառերին, սարերին, թփերին, բայց ամենաշատը կարոտում եմ մեր տանը եւ իմ բարեկամին, իմ շանը։ Բայց ես ձեզ համար ուզում եմ երկու բառով ձեզ համար արտասանեմ։ Կարոտալում քութարթարետ, մռավ սարետ, փախեն ծուվեն, 40 կույսեն, էլ չգիտեմ որն ասեմ, էլ ոնց ասեմ։ Կարոտել եմ քեզ Արցախ, ու չնայած այս մեծ ցավին, ես ապրում եմ հենց քեզանով, իմ մեծ նպատակով, որ բացելու եմ դարպասները Թավիտյան, ու էլ չեմ թողնելու, որ քեզ ինձնից տանեն։ Գալու եմ ու փարվելու եմ քեզ, իմ բնորան։ Էմիլի, ինչ մտածում կիլանա օր վերմունքինենք Արցախ։ Ես վստահում, վերմինոր քինյանք Արցախ ու շենացնանք մեր հայրենիքը։ Ամանորյա ինչ երազանք սպահալ։ Իմ ամանորյա երազանքս է, որպես ես վերադառնամ Արցախ։ Ճիշտ է, Հայաստանն էլ է իմ հայրենիքը։ Ստեղ ունիմ շատ ընկերուհիներ, դպրոցում սաղ ինձ ճանաչում են, բայց Արցախի հողը ինձ տուն է կանչում, դեղ մեր զոհված տղաների արյունն է։ Էմիլի, ինումա վերքու դպրոցիտ ընկերները հրցնին քզանա հունցնել էլ Արցախը։ Հա, իլելա։ Ինչս պատմալ։ Ասամ Արցախը ամենալավ երկիրն է, այնտեղ ես ունեի շատ ընկերուհիներ, եւ ես շատ էի կարոտում իմ տունը եւ իմ փոքրիկ բարեկամին, իմ շանը։ Դու անընդհատ խոսում ես քո շնիկից, երևի շատ ես կարոտում, ես այնքան կուզենայի, որ հնարավորություն ունենայիր քեզ հետ բերելու քո շունիկին, բայց գուցեև այստեղ էլ նորը կունենաս, գուցեև մի օր կվերադառնաս նրա մոտ, ուզում եմ, որ երբեք չկորցնես քո այդ ժպտուն հայացքդ։ Այստեղ երգում ես։ Այո։ Պարում ես։ Այո։ Ասմունքում ես։ Այո։ Իսկ առաջիկայում քեզ կտեսնենք որևէ համերգի կամ որևէ միջոցառման։ Այո։ Եվ ամսի 18-ին մեծ կոնցերտ է լինելու պարոն Զաքարի մոտ եւ ընկեր Ալոնայի մոտ։ Ինչ եք երգելու։ Երգելու ենք Ես դեռ կամ եւ Երազիմ երկիր հայրենիք։ Իսկ հիշում ես Ստեփանակերտում մայրիկը քեզ որտեղ էր տանում զբոսնելու։ Ոչ։ Տատիկ պապիկի մոտ գնում էիր։ Այո։ Եվ ինչ էիք անում այնտեղ։ Այնտեղ նստում էինք եւ փարվում էինք տատիկ պապիկին։ Եթե մի բան ունենայիր Արցախին ասելու, որը կլիներ դա։ Մենք պինդ պահիր քեզ եւ մենք մի օր վերադառնալու ենք քո մոտ։ Ես չեմ ուզում քեզ շատ այսպես հարցերով տանջել, ինքս էլ բառերը կոկորդիս կանգ են առել, որովհետև ինքս էլ չգիտեմ ինչ խոսեմ եւ ինչ ասեմ փոքրիկի, ով արդեն պատերազմի միջով է անցել եւ այսքան շատ կարոտ ունի իր ներսում։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիր իմ զրույցի հրավերը, թեկուզ եւ կարճ ընդամենը մի քանի հարցի մեջ դու ցույց տվեցիր, որ իրոք կարոտում ես եւ իրոք երեխաները ժամանակից շուտ են մեծացել։ Իսկ ո՞րն է քո ամանորյա բարեմաղթանքը։ Իմ ամանորյա բարեմաղթանքն է խաղաղություն, երջանկություն եւ խաղաղ երկրի տակ ապրենք։ Թող խաղաղ լինի Հայաստանի եւ գուցե մի օր էլ Արցախի երկինք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես շնորհակալ եմ, որ դուք ինձ հրավիրեցիք։ Հուսամ հաջողությունների կհասնես եւ մենք հաճախ կհանդիպենք։ Պայմանավորվեցինք։ Այո։ Դե ինչ, այսպիսին էր մեր այսօրվա պատմությունը, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։